Հաջորդ մանկապարտեզը։ Պարոն քաղաքապետ, հաջորդ մանկապարտեզը կորոնզենայի նշեի Կորեայի ձորը, Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել փողոց 42/1 հասցեում նոր 6 խումբ ունեցող մսուր մանկապարտեզի կառուցման եւ բակի բարեկարգման աշխատանքները նախագծման փուլում են։ Նախագծողն է Երևան նախագիծ ընկերությունը։ Նախագծման աշխատանքների ժամկետը սահմանված է սույն թվականի ապրիլ-մայիս ամիսները, ըստ առաջադրանքի մանկապարտեզը ունենալու է ֆիզդալիճ, հանդիսությունների դալիճ, հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ ժամանակակից համակարգերով, օդափոխության, հակարդիային, տեսահսկման, ջրահեռացման, բակում նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ, տեղադրել մանկական խաղասարքեր, տաղավարներ, իրականացնել կանաչապատման աշխատանքներ։ Նախնական էսկիզային նկարները, պարոն քաղաքապետ, որ ներկայացված են, դա է։ Եվ Կորեայի ձորի մասով կխնդրեմ Տիկին Խաչատրյանը։ Ես գիտեմ, մենք հիմա այսինքն այս մանկապարտեզի նախագծման աշխատանքները ապրիլին ունենալու ենք, ճիշտ է։ Այո։ Բայց մենք տվել ենք այդտեղ ժամանակավոր լուծում։ Տիկին Խաչատրյան, խնդրում եմ խոսեք այդ լուծման Չէ, մասին։ կներեք, պարոն քաղաքապետ, սա շրջանցիկ թունելի մասին էր խոսքը, սա Արաբկիրի Կորեայի ձորի շրջանցիկ թունելի մասին էր խոսքը։ Պարոն Սեդոյան եք նախագծում։ Հենց դրա մասին եմ ես խոսում, պարոն Թևոսյան։ Այո, պարոն քաղաքապետ, հենց դրա մասին է խոսքը, միջանկյալ լուծումը համապատասխան պայմաններով շենքի վարձակալությունն է, ինչը հիմա բարեկարգման փուլում է, հիմնական պայմանների ապահովմամբ, եւ առաջիկայում կտեղափոխենք երեխաներին այդ շենք մինչեւ հիմնական շենքի կառուցումը։ Շատ լավ, այսինքն մենք հիմա երկու խումբ էր, ճիշտ է այնտեղ։ Այո, Երկու խումբը տեղափոխում ենք, վարձով տարածք ենք վերցնում։ այո, Հոգեկան առողջության կենտրոնի տարածքից դուրս Դուրս ենք ենք գալիս, գալիս, որը կարծում եմ տենց աննկարագրելի անդրամաբանական համադրություններ արվել, այսինքն մենք վերջապես այդ խնդիրը լուծում ենք, երեխաներին հանում ենք, առանձին տարածք ենք վարձակալել, առանձին կարելի ասել տուն, չէ՞։ այո, առանձին տարածք համապատասխան հնարավորինս Հասարակական, հա, պարոն Վարդասարյան։ Այո, պարոն քաղաքապետ, հասարակական շենքի նշանակությունը տուն չի մի 100 մետր հեռավորության վրա։ Շատ լավ, շատ լավ։ Ու երկու խումբը նորմալ տեղավորում ենք այդտեղ։ ավելին տարածքը թույլ է տալիս համալրելու նոր խմբերով։ Շատ ուրախալի լուր է, այս պետքա մաքսիմալ շատ խոսենք, պարոն Վարդասարյան, տեղում է ներկայացվի, որ այնտեղ նաև ավել երեխաների տեղ ենք ունենալու, պայմաններն է բարելավում են։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, շենքային պայմանները թույլ կտան եւս մեկ խումբ ավելացնելու հնարավորություն կլինի, իսկ հեռավորությունն էլ բավականին մոտիկ է նախկին տարածքից ու բակային տարածքն էլ միգուցե կարողանանք ինչ-որ խաղերով համալրել մինչև նոր մանկապարտեզի շենքը կառուցվի։ Ժորժ ջան, իսկ մի հատ հարց տամ, կարող այս տարածքը առնենք եւ այս խնդիրը լուծենք, ավարտվի, մի հատ հիմա էլ նոր մանկապարտեզի բան չբացենք։ Պարոն քաղաքապետ, տարածքը ինքը բավականին մեծ տարածք է ու ինքը ոչ միայն ծառայում է, այսինքն ինքը նաև այնտեղ առանձին տնտեսվարողներ կան, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, իսկ հենց այդ ճակատային մասի շենքն ենք մենք միայն վարձակալում, ինքը բավականին մեծ տարածք է։ Ամեն դեպքում հենց փորձառություն եկեք հասկանանք, միգուցե այդ դեպքում երկարաժամկետ վարձակալության տրամաբանության պահենք, հաշվի առնելով պահանջարկը։ Կա այդտեղ ավել պահանջարկ Տիկին Խաչատրյան։ Պարոն քաղաքապետ, այս պահին գնահատել չեն կարող հաշվի առնելով թե որտեղ է տեղակայված մանկապարտեզը։ Ես կարծում եմ, որ այս նոր շենքում, վարձակալությամբ շենքում գործարկելուց հետո ռեալ պահանջարկը կհասկանանք։ Շատ լավ, եկեք պահանջարկը հասկանանք, իհարկե նախագծման աշխատանքները տեղի են ունենում զուգահեռ, բայց եթե տեսնում ենք, որ պահանջարկը 3 խմբից տենց էականորեն ավել չի, միգուցե երկարաժամկետ վարձակալությամբ խնդիրը լուծենք եւ ավարտենք, որովհետեւ դա էլ նորմալ տրամաբանություն է, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Պարտադիր չի, էլի մենք մեր սեփական շենքում տեղավորենք։ Նամանավանդ, որ պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք այն մասին, որ այն գումարը, որ Երևանի քաղաքապետարանը հատկացնում է երեխաներին մանկապարտեզ հաճախելու համար, մենք ոչ միայն այս գումարը տալու ենք այն երեխաներին, որ հաճախում են մեր մանկապարտեզները, այլ կոպիտ ասած գումարը կցված է լինելու երեխային։ Ճիշտ եմ, չէ՞, ֆիքսել են պայմանավորվածությունը, որ մենք ունենք։ Մի հատ եկեք հասկանանք այդ մեխանիզմը ոնց են գործարկում։ Այսինքն մենք
ինչ որ մի պահից սկսելու ենք գումար հատկացնել բոլորի համար, նույնիսկ հերթում գտնվող երեխաների համար, եթե օրինակ նրանց ծնողները նախընտրեն տանել մասնավոր մանկապարտեզ, մենք համաֆինանսավորելու ենք։ Ճիշտ է, խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ինչպես նշեցիք, այո, ձեր առաջարկությամբ մենք այդ ուսումնասիրությունը արեցինք, որ այն գումարը, որը մենք ծախսում ենք երեխայի համար, որպեսզի նա հաճախի մեր համայնքային մանկապարտեզ, դա կախված է տարբեր ծախսերի հետ կապված, իհարկե աշխատավարձ, սնունդ, կոմունալ ծախսեր, շենքի պահպան հետ կապված, մենք ունենք միջինացված գումար մեկ երեխայի հաշվարկով եւ քանի որ նաեւ որոշակի հերթերում ունենք որոշակի քանակի երեխաներ ունենք, որոնց հերթը չի հասնում այն պահին, որին իրենք են ցանկանում եւ ստիպված են լինում շատ դեպքերում գնալ մասնավոր մանկապարտեզ, մենք հիմա հաշվարկ ենք իրականացնել հետեւյալի մասին, որ համայնքը համաֆինանսավորի իրենց մասնավոր մանկապարտեզ գնալը, մինչև իրենց հերթը կհասնի համայնքային մանկապարտեզի հերթագրված կոնկրետ մանկապարտեզ։ Այս ծրագիրը ուրեմն նաև քննարկել ենք մեր նախարարության գործընկերների հետ, իրենց տեղյակ ենք պահել մեր այս ուրեմն նպատակի մասին, իրենք էլ են նույնպես ողջունել եւ հետագայում արդեն իրենք էլ են մտածում, եթե Երևանում մենք հաջողությամբ սա կիրականացնենք, գուցե եւ մարզերում այս ծրագիրը շարունակվի։ Սրանով մենք թույլ կտանք մեր ծնողների, այսինքն սրանով մենք որոշակի առումով կթեթևացնենք ծնողների բեռը եւ եթե երեխան օրինակ չի հաճախի համայնքային մանկապարտեզ, մենք այդ հավելյալ գումարը կտրամադրենք հենց կոնկրետ մասնավոր մանկապարտեզներին այդ ծառայության դիմաց։ Շատ լավ, եկեք այնուամենայնիվ շարունակենք աշխատել բանաձևի վրա, որպեսզի հասկանանք, այնպես չստացվի, որ Երևան համայնքը իր միջոցները հատկացնում է ապահովված ընտանիքներին, որոնք որ այս ծառայության կարիքը որպես այդպեսին չունեին։ Եկեք ֆիքսենք, որ մենք այնուամենայնիվ փորձում ենք աջակցել այն մարդկանց, ովքեր որ այս ֆինանսական միջոցների կարիքը ունեն։ Սա մեկ։ Մենք նաև քննարկել ենք պարոն Հովհաննիսյան մեր նախակրթարանների մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, մենք մի անգամ սա իրականացրել ենք 2023 թվականին, բայց ցավոք սրտի կարելի ասել սկզբնական աշխատավարձերը այնքան ցածր են, որ մենք այս տարի կարծում եմ կրկին պետք է անդրադարձ ունենանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին։ Եվ սա կարծում եմ այն հարցն է, որ էական էլի ֆինանսական բեռը ավելացնում մեր բյուջեի վրա, բայց կարծում եմ այս այն հարցն է, որ պետք է անպայմանորեն լուծենք։ Շատ լավ, պարոն քաղաքապետ, հաշվի առնելով մեր բյուջեի ընթացիկ տարվա կարողությունները, ես հաշվարկ կներկայացնեմ ձեզ եւ քննարկենք, ասեք, որ ամսաթվից դա իրականացնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։